Տիկին Վարդանյան վերջերս իշխանական պատգամավորներից մեկով զբաղեցնում է առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, այսպես ասած մեղադրանք ուղղեց Բաքվում գտնվող հայ ռազմագերիներին, մասնավորապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ով այս պահի դրությամբ ցավոք սրտի անգամ ցմահ դատապարտման են ենթարկված, մեղադրեց, թե ով էր իրենց խնդրում, որ գնացին հանձնվեցին, Նիկոլ Փաշինյանի իբրև իրենց հետևից ուղղաթիռ է ուղարկել, բայց նրանք հետ չեն եկել, այս սրա վերաբերյալ ինչ կարող եք ասել, հա ինչպես կմեկնաբանեք, այդ երբ է եղել, որ իրենց հետևից գերիների ուղղաթիռ է ուղարկվել ու նրանք հրաժարվել են հետ գալ։ Նախ սկսենք նրանից, որ առնվազն անպարկեշտություն է Բաքվում այս պահին գտնվողների վերաբերյալ այդպիսի արտահայտություններ թույլ տալը, որովհետև մենք բոլորս անհամբեր սպասում ենք, թե ի վերջո երբ է լուծվելու ռազմագերիների հարցը եւ վերջո երբ են մեր հայրենակիցները հայտնվելու իրենց հայրենիքում, հետեւաբար այդպիսի արտահայտություններ թույլ տալը ընդհանրապես բարոյականության որևէ նորմի մեջ չեն տեղավորվում։ Երկրորդը, ես առաջին անգամ եմ լսում այդպիսի տեղեկություն, որ իրենց համար ուղարկվել էր ուղղաթիռ, որպեսզի իրենք հեռանային Արցախից եւ այլն։ Եվ երրորդը, ես կարծում եմ քպեականներից շատերի համար է անհասկանալի, թե ինչպես կարող են մարդիկ գնալ անձնազոհության իրենց հայրենակիցների համար։ Բոլորս տիրապետում ենք այն տեղեկությանը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մնաց Արցախում այնքան ժամանակ, քանի դեռ մեր բոլոր արցախցի հայրենակիցները չէին հեռացել Արցախից եւ իրենց հանձնվելը նաեւ երաշխիք էր մեր Արցախի հայրենակիցների վերադարձի համար։ Հետևաբար ես կարծում եմ անպարկեշտություններ պետք է չափ ու սահման ունենան։ Իսկ սա միջազգային, հարթակում արդեն ինչ հետևանքներ կարող է ունենալ, քանի որ առանձին իրավապաշտպաններ, այսպես ամեն դեպքում բանակցություններ են տանում գերիների վերադարձի հետ կապված անկախ իշխանություններից, սա ինչ որ ազդեցություն կարող է նման հայտարարություններ ունենալ, թե ոչ։ Բնականաբար այսպիսի հայտարարությունները անհետևանք չեն կարող մնալ, որովհետև վստահ եմ, որ Բաքվից խոշորացույցով հետևում են այստեղ արվող հայտարարություններին եւ իրենք էլ տարբեր հարթակներում օգտագործելու են դա, բայց գիտեք, եթե խոսեցնենք այսօրվա իշխանությունների ներկայացուցիչներին, ապա իրենք կփորձեն մարդկանց համոզել, որ զբաղվում են գերիների հարցով, մինչդեռ մենք տեսնում ենք, որ հենց իրենց շարքերում կան մարդիկ, ովքեր ամեն կերպ փորձում են գերի ընկնելու հանգամանքը, ռազմագերու կարգավիճակում հայտնվելու հանգամանքը հենց բարդել գերիների վրա։ Սա իհարկե աբսուրդ է, սա իհարկե անընդունելի է եւ այնուամենայնիվ ես պետք է շեշտեմ, որ այս իշխանությունները եթե իսկապես շահագրգռված լինեին ռազմագերիների հարցի լուծմամբ, ապա իրենց խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթղթում անդրադարձ կալվեր նաեւ գերիների ազատ արձակելու հարցին, սակայն այդպիսի կետ պայմանագրում ընդգրկված չէ եւ դա խոսում է նաեւ այս իշխանության վերաբերմունքի մասին։ Եթե չեմ սխալվում, հենց այսօր է Նիկոլ Փաշինյանը այդ հարցից խոսած, ասում եմ մենք պետք է գանք հասնենք խաղաղության պայմանագիրը ստորագրվի, նոր գերիների մասին կարողանանք քննարկել, քանի որ այս հակամարտության պայմաններում հնարավոր չէ, ինքը այդպես է մեկնաբանում։ Գիտեք, չի լինում խաղաղություն, երբ լուծված չեն բոլոր հարցերը։ Այսինքն խաղաղության նախադրյալներից մեկն էլ կայանում է նրանում, որ պետությունները բոլոր վիճելի հարցերը փորձում են կարգավորել հենց այդ փաստաթղթում։ Ես խիստ կասկածում եմ, որ իրենց այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո Ադրբեջանը ընդառաջ է գնալու եւ ազատ է արձակելու մեր ռազմագերիներին, որովհետեւ ըստ էության պահը կորցրած է լինելու։